Բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված արթնանում ենք միասին բարձր տրամադրությամբ ու ինչու ոչ լավ ու ուրախ ռիթմերով այս պահին հատուկ ձեզ համար տեսահոլովակ գնացինք ով քնած է արթուն կացեք Ինչ արթնացանք միասին եւ օրվա հարցը ինչ հագնել, որպեսզի տանից դուրս գալ համապատասխան եղանակին, տրամադրությանը եւ ձեր ներքին աշխարհին։ Այս բոլոր հարցերին մենք կտանք մասնագիտական պատասխաններ։ Այս պահին առաջարկում եմ քայլենք նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ։ Գնանք ու վերադառնանք։ Նորաձևության աշխարհից վերադառնում ենք դեպի մշակույթ ու գնում կինո աշխարհ։ Ապրիլի 4-ին հրաշալի իրադարձություն է տեղի ունենալու, մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Վագա Վարդանյանի ֆիլմը։ Լուսավորիչ ֆիլմը։ Այս թեմայի շուրջ զրուցելու ենք այսօրվա մեր հարգարժան հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում են եւ շտապում եմ ներկայացնել։ Այսօր մեր հյուրերն են ֆիլմի պրոդյուսեր Տիգրան Մանասյանը, բարի լույս, ֆիլմի կոմպոզիտոր Սարգիս Ադամյանը, բարև ձեզ, եւ իհարկե ֆիլմի ռեժիսոր Վագա Վարդանյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Նախ շատ ուրախ եմ, որ մեր առավոտյան ծրագրում այսօր ունենք այսպիսի թեմա, որովհետեւ ցանկացած ֆիլմի ստեղծում ու ծնունդ մեծ տոն է մշակույթի աշխարհում, հատկապես որ ֆիլմը ունի յուրահատուկ ուղղվածություն ու թեմա։ Մի քիչ խոսենք գաղափարի մասին, ինչպես ծնվեց այս գաղափարը, անդրադառնալ կարևորագույն թեմային մեր պատմական, հա, մինչև 301 թվական քրիստոնեություն, Հայաստան որպես առաջին կրոնի ընդունում։ Նախ ասեմ, որ պրեմիերան լինելու է ապրիլի 2-ից սկսած կինոթատրոններում, բոլոր կինոթատրոնում գնալու է։ Ընդհանուր առմամբ գաղափարը նա է, որ ներկայացնենք միայն ոչ թե Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, որ առաջի քրիստոնյա պետությունը դա Հայաստանն է։ Ֆիլմը ունի 3 լեզուներով ենք թարգմանել՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Ու ընդհանուր ուղղվածությունը, որպեսզի ֆիլմը արժանապատիվ լինի, համապատասխան իր որակով, նա կարելի ասել գեղարվեստական է ինչ-որ 99% նկարահանված տեսարաններից է բաղկացած, դոկուդրամա ժանրի մեջ է։ Այն գեղարվեստական միայն մի տարբերություն, որ այնտեղ դերասանները չեն խոսում, հիմնականում, այսպես ասած, զակադրվի ձայնով է։ Կադրային լուծումներ են եւ ձայն, այո։ Դերասանների համար շատ ավելի դժվար է այդ ամեն ինչը, որովհետեւ դրանք խոսք չունեն, պետք է հոգեվիճակով ոնց որ ներկայացնել այդ ամեն ինչը։ Ինքը կարելի ասել գեղարվեստական ֆիլմ է 54 րոպե տևողությամբ եւ փորձել ենք անենք մի ֆիլմ, որ իր աստիճանով ոչ մի բանով չի զիջի, ասենք history կանալի ժանրի, ասենք ֆիլմերին։ Եվ հույսով եմ, որ գետակրի արդեն հետաքրություններ կան, ճիշտ ասած, եւ Եվրոպայում եւ Ամերիկայում, Հայաստանում տեսնենք ինչպես կընթանա ֆիլմը։ Գաղափարը հիմնականում ներկայացնել ամբողջ աշխարհին, ոչ միայն Հայաստանին, որ առաջի քրիստոնյա պետությունը դա Հայաստանն է եւ Հայաստանից հետո մյուս երկրները նոր ընդունեցին դառան քրիստոնյա պետություն, էլի Հայաստանը որպես ոնց որ օրինակ դարձավ այդ ամեն ինչին։ Ու կարճ այդպես կարող եմ բնութագրել։ Որպես ֆիլմի պրոդյուսեր, ինչքանով էր կարևոր ձեզ համար նման մասշտաբային ֆիլմ ստեղծել, ինչքանով էր բարդ ու այսօր արդիական այս թեմային անդրադառնալը։ Գիտեք, պետք է նշեմ, որ երկու պրոդյուսեր ենք, ես մենակ չեմ։ Նաև Արտուր Սողոմոնյանն է, ինքը մեծ բարերար է, բիզնեսմեն է, հիմնական բնակվում է Ռուսաստանում։ Այս միտքը ծնվեց իր մոտապես 3 տարի առաջ։ Իրար հետ նստած սրճարանում սուրճ ենք խմում, քննարկում ենք մեր մարշալների ֆիլմը, 5 ֆիլմ ունենք մարշալների մասին արած, հայ մեր մարշալների մասին, եւ ծնվեց այդ գաղափարը, երբ որ իրար sense զրուցում ենք։ Ու ինքը ասեց, ուզում եմ ասա։ 5 ֆիլմը չունենք, ունենք Արտավազդ ունենք, Տուր Արտուն։ Չէ, ես ուզում ասեմ, մենք մարշալներից ենք խոսում, այն ժամանակ Արտավազդ չկար։ Պատմական ժանրի մեջ։ Այն ժամանակ Արտավազդ չկար, երբ որ դա լուր։ Եվ ինքը առաջարկեց, ասեց, ասենց բան եմ, գաղափար ունեմ, ուզում եմ ցույց տամ, թե ինչ ազդեցություն են ունեցել հայերը քրիստոնյա աշխարհում, որովհետև իսկապես մենք համ առաջի քրիստոնյա պետությունն ենք, որպես պետություն, չէ, բայց բացի դրանից հետո իմ համար դա բացահայտությունն էր, ես չգիտեի, որ մեծ լումա ունենք նաև տարբեր երկրերում քրիստոնեության տարածման մեջ հայերը։ Լիքը սուրբեր կան, ասենք նույն Եվրոպայում, որի մասին մենք ունենք գաղափարսկիչ ունենք, որ գնացել են Հայաստանից Եվրոպա եւ Եվրոպան մկրտել են տարբեր երկրերը Եվրոպայում, ասենք Բելգիան, Հոլանդիան,
Գերմանիայի մեծ մի մասը, եւ այլն։ Ու սկսեցինք կամաց-կամաց այդ աշխատանքները։ Դե ես քանի որ առաջին կրթության պատմաբան եմ, այս ամեն ինչ իմ համար քչով թե շատով ծանոթ էր։ Ես առավել ասեմ, ես դասավանդում եմ նույնիսկ հայոց պատմություն, ու դրա համար ինձ համար կրկնակի հետաքրքիր էր այս ամեն ինչը, որ ասենք գիտես մի բանը, չէ, կարողանաս ներկայացնես նաև, որ մարդիկ արդեն կինոյի ֆորմատով կարողանան սա տեսնեն։ Նու առաջի ֆիլմը հիմա պատրաստ է, աշխատում ենք երկրորդ ֆիլմի վրա, որը որ հիմա բական մոնտաժանում, վերջացնում է Վարդան Մամիկոնյանի մասին, եւ լինելու է մի շարք երևի 3 կամ 4 ֆիլմ էլ, արդեն թե ինչ հայերը ինչ վերակատարություն են ունեցել արդեն քրիստոնեության տարածման տարբեր երկրերում, կլինի Վրաստանը, կլինի Կովկասյան աղվանքը, կլինի Եվրոպայի տարբեր երկրերը, կլինի Աֆրիկան, ասենք, չէ, Ասիայի տարբեր երկրերը եւ այլն։ Հիմա ճակերտներ շատ չբացին, բայց շատ հետաքրքիր թեմա է սա, ու շատ մեծ։ Շատ բարի, խոսքս ուղղեմ կոմպոզիտորին, առհասարակ այս տեսակի ժանր ֆիլմերում շատ է կարևորվում երաժշտությունը։ Ես ուզում եմ պատմեք ձեր ներքին աշխարհի մասին երաժշտական, երբ իմացաք ֆիլմի թեման ու ինչպես ձեր մեջ ստեղծվեց այս երաժշտությունը։ Ուրեմն շատ պատասխանատու աշխատանք էր, երբ ինձ վստահեցին, որ ֆիլմի երաժշտությունը ստեղծվի։ Շատ նուրբ եւ շատ ուշադիր պետք է այդ աշխատանքը արվել։ Մենք մոտավոր ունենք ֆիլմի համար գրված 47 track, այսինքն մոտ 47 track, որովհետեւ ֆիլմի ընթացքը այնպիսի զարգացումներով է գնում, որ պետք է միշտ երաժշտական փոփոխություններ լինեն այնտեղ եւ իհարկե ասեմ ժանրը, որ ստեղծվել է երաժշտությունը, սիմֆոնիկ, էպիկ, կարելի նաև ասել մի քիչ ֆոլք, որովհետև ֆոլք ասելով, այսինքն այնտեղ կան հայկական նաև մոտիվներ, օգտագործվել է կոմիտաս եւ ոճային առումով պետք էր ամեն ինչով այնպես լիներ, նաև քանի որ ֆիլմը պետք է ցուցադրվեր նաև Եվրոպայում եւ Ամերիկայում, պետք է նաև այնպիսի ստեղծել այնպիսի ոճ, որ բահել այդ բոլորը, այսինքն բոլորի համար էլ ընկալելի լինի եւ հանգիստ ընթացքը գնա երաժշտական այդ ամբողջ աշխատանքը։ Ես այս ընթացքում, այս 1-2 տարվա ընթացքում մոտ 4 ֆիլմի երաժշտություն եմ գրել, բայց այսի երևի կարծում եմ ամենապատասխանատու եւ իմ մեծագույն աշխատանքներից մեկն է։ Նույնիսկ մի պահ մտածում եմ, ասում եմ, որ կարող է որ էսի սրանից ավելի լավը չկարողանամ անել այդ մասշտաբի, բայց ինչ որ կարողացանք լավագույնը արեցինք տղոց օգնությամբ Վագային եւ Տիգրանին իրենցով եւ իհարկե մեր լուսահոգի Արդավաստ Խաչատուրյանը, որովհետեւ իմ անունը ինքն էր առաջարկել մեր հանրահայտ միջազգային օպերատոր Արդավաստ Խաչատուրյանի մասին է։ Մեր բոլորի Արդավաստը։ Այո, մեր բոլորի Արդավաստը, այդ իր ոնց որ իր շունչը ինքը ցավոք չհասցրեց տեսնել երաժշտությունը լսել կամ ֆիլմը հավանաբար տեսել էր, բայց երաժշտությունը ցավոք այդ միշտ ես է դրա համար շատ նեղվում եմ, բայց իր ներկայացում, իր շունչը միշտ կար ֆիլմի ամբողջ ընթացքում, դուք ապրիլի 1-ին Տիկին Գերապոսյան ներկա կլինեք ֆիլմին եւ կտեսնեք ինչ աշխատանք տարված է այնտեղ ֆիլմի համար։ Ես մի բան էլ ասեմ, շատ կարևոր, ինք հենց Արտավաստ Խաչատրյանն էլ Գրիգոր Լուսավորչի դերակատարն է այս ֆիլմում։ Իր ամենամեծ դերն է լինելու, ու ես ձեզ ասեմ, չգիտեմ, թող Վագան ասի, բայց ինձ թվում է ինքը շատ լավ կարողացավ ցույց տալ Գրիգոր Լուսավորչին։ Էմոցիոնալ է ինքը միշտ հզոր է, ասես։ Հետաքրքիր բան է կյանքը, չէ՞։ Գիտեք, պատկերացրեք, որ ինքը այլ չկա, ու ես անընդհատ աշխատում եմ ֆիլմի երաժշտությունը ստեղծելու եւ անընդհատ տեսնում եմ իրեն։ Առաջին 1-2 շաբաթը ինձ համար շատ ծանր էր, մինչև վերջը դղակ երբ որ եկան, մի քիչ իրենք էլ այդ բանը թեթևացրեցին իրենց ներկայությունը։ Մի բան ասեմ, որ գնում էինք ստուդիա, արցունքներով նստած երաժշտություններ գրում, ու Արտավազդի պատկերներ էկրանին, արցունքներով նստած երաժշտությունը գրում էր, էլի։
ոնց որ այդ հոգի ա դրել մեջը Սարգիսը փորձել այդ ամեն ինչը։ Բայց ես կարող եմ նաև ասել շնորհակալություն, որովհետև այս պարագայում մենք նորովի նրան կտեսնենք ու առհասարակ ինքը կմնա արվեստի մեջ կենթանի։ Այո։ Որպես էակ մեզ հետ ու այս պարագայում երաժշտությունը կարծես ոչ թե ուղեկցող է, այլ դառնում է դերակատար։ Համարյա այդպես է։ Այո, համարյա այդպես է։ Մենք փորձեցինք այնպիսի երաժշտություն ստեղծել, որ ոճային այնպիսի քույներով լինի, որ ֆիլմին համահավասար ընթացքով գնա։ Կարևոր էմոցիաներ առաջացնի, Եվ զգացական, Սարգիսի մոտ ստացվել է այն կարծիքով։ Այո։ Որպես ֆիլմի ռեժիսոր, երբ արդեն վերջին արդյունքը տեսաք, այն է ինչ ուզում էիք տալ ու ինչ ուզում էիք ստանալ։ Միշտ մաքսիմում եմ ես ձգտում իմ բնավորությամբ, ես որ ֆիլմը դիտում եմ, մեր նկարնած, միշտ մտածում որ ավելին կարելի անել, բայց հասկանում եմ որ ավելին կարելի անելու համար պետքա ավելի մեծ հնարավորություններ ունենալ։ Բայց մեր հնարավորության սահմաններում փորձել ենք մաքսիմալնի վառ, չգիտեմ, գեղարվեստական լուծումներով նկարահանել ինչ որ հնարավոր է։ Դա ավելին կարելի ասել, ինչ որ մեր հնարավորությունից ավելի ենք բարձրացել ու ինձ թվում է վատ չի ստացվել ընդհանուր առմամբ դերասանների խաղով, դեկորացիաներով, մյուզիկով, իր պատմությամբ տեսնեք ինձ թվում է կհավանեք։ Իրականում շատ կարևոր գործ է կանում, շատ պետքական հենց մեր օրերում այսօր, երբ որ պատմությունը կարծես մոռացության է հայտնվում, երբ որ մենք ինքներս, մենք հայերս չգիտենք մեր մասին, ու մնաց թե աշխարհին կարողանանք ներկայացնել մեր պատմությունը, բայց վաղ չկա այսօրվա նույն հանդիսատեսի առաջ, ով կներեք, բայց սովոր է մեկ անգամյա ֆիլմեր դիտելուն եւ կարծես թե ինչ որտեղ հետ է վարժվել որակ, ճաշակ ու իրական պատմություն տեսնելու, թե եկել եք հենց դա կոտրելու ու փոխել։ Տեսեք, մեր ֆիլմերը, որ մենք նկարահանում ենք, մենք միայն ոչ այսօրվա հանդիսատեսի համար ենք անում, այլև ապագա սերունդի։ Այսինքն անցնի 10 տարի, 20 տարի, 30 տարի երեխաները, ովքեր որ գիրք չեն կարդում կամ պետքա պատմական դաս անցնեն, կարող են ֆիլմը միացնել 54 րոպե եւ երեխաների համար բարձ կլինի, թե ինչպես է եղել, որ մենք դառել ենք քրիստոնյա երկիր, ինչպես է եղել։ Տեսանելի պատմություն։ Տեսանելի, այո, շատ ոնց դաս է, էլի կարելի ասել։ Այդ առումով ինձ թվում է ֆիլմը հետագա ընթացքում, տարիների ընթացքում ինքը չի կորչի, էլի։ Մենք акցենտը հենց դրա վրա էլ փորձում ենք դնել, որ ոչ միայն այսօրվա հանդիսատեսը լինել, հետագայում կարող է 10-20 տարի։ Ես մի բան էլ ավելացնեմ Վագայի ասածին, ինչի մենք ընդհանրապես ռիսկ արեցինք եւ սկսեցինք այս աշխատանքները, քանի որ այժմ բան չի կինո անելը։ Առավել եւս, եթե ուզում ես որակ ստանաս, գիտեք 18 թվականին մենք սկսեցինք Ուրարտու նախագծի աշխատանքները, ավերագրանքը ֆիլմ ենք անում Ուրարտու պետության մասին, Արարատյան։ Նույն ժանրի էլի, ինչն է կարևորը ստեղ։ Ինքը նույն ժանրը է, բայց ինքը կիսա վավերագրական ստացվեց շատ, էլի, որտեղ այնտեղ հիմնական մասը վավերագրական էր, կես էր, սենց ասեմ, հա, կեսը գեղարվեստական էր, խաղարկային էր, կեսը վավերագրական էր։ Հնարավորություններ չունեինք։ Բայց փորձը ցույց տվեց, որ երբ որ ֆիլմը պատրաստեցինք, ավարտեցինք, մենք կարողացանք նա վաճառել առավել քան 30 երկրի։ Եվ հասկացանք, որ աշխարհին հետաքրքիր է հայոց պատմությունը։ Դրա համար դրանից հետո սկսեցինք արդեն ուրիշ մի շարք նախագծերի, որը որ դրանցից մեկն էլ հենց այս առաջին քրիստոնյա պետությունն է։ Ինձ թվում է պետքա որ հետաքրքիր լինի ու ինչի է ինձ թվում տես, որ համ փորձն է դա ցույց տալի, համ երկրորդն էլ քրիստոնյա աշխարհը ընդհանրապես երկրագնդի 1/3-ն է կազմում։ Ամենամեծ կրոնը դա քրիստոնեությունն է աշխարհում, ամենամեծն է։ Ու քանի որ դա տենց է, քանի որ ասենք 5 մայրցամաք է, չէ՞, 4-ը քրիստոնյա մայրցամաքներ են հիմնականում։ Ավստրալիան, Եվրոպան, Ամերիկաները, 2 ամերիկաները եւ Աֆրիկան։ Հիմնական քրիստոնեական են իրանք։ Մենակ Ասիան է, որ քրիստոնեական չի, նույնիովին քրիստոնեական չի, որտեղ այնտեղ բուդդիստներ կան, ասենք, չէ, ասենք Հնդկաստան ու Չինաստան արդեն 3 միլիարդ են իրար հետ կազմում, ասենք մարդկության չի։ Բայց էլի մեկը քրիստոնեությունը ամենամեծն է, բայց ծնվել է քրիստոնեությունը հենց Ասիայում։
Այդ է շատ հետաքրքիր։ Որովհետև ո՞նց է դա ծնվել։ Մենք ուզեցինք դա ներկայացնենք ուրիշ օտար ժողովուրդներին։ Ո՞նց է այդ ամեն ինչը ստեղծվել, այդ քրիստոնեության կրոնը։ Ու ինչի հենց Հայաստանում։ Հետո մի բան էլ ավելացնեմ, որ Եվրոպայի երկրներում գիտակից մարդիկ, ովքեր որ քրիստոնյա են, միշտ ինտերվյուներ են գնացել գրել, ու ասել են մենք երազում ենք գանք այդ սուրբ երկիրը տեսնենք։ Իրանց մոտ Հայաստանը սուրբ երկիր է համարվում, որտեղ առաջի քրիստոնյա երկիրն է, իրանք պաստերը ասում են երազում եմ, երազանք ունեմ, որ միջև մահս կամ այդ սուրբ երկիրը տեսնեմ։ Այսինքն կա էլի հետաքրքրություն Հայաստանի հանդեպ, ուղղակի մեր նպատակն է ավելի հանդրայնացնել, ասենք որ մյուս ավելի հանդրային ճանաչում ունենալ, որ Հայաստանը առաջի քրիստոնյա երկիրն է, որտեղ ասենք մեր օրինակով տարբեր երկրներ եղել ենք, մարդիկ կա, որ ասում են իսկ Հայաստանը մուսուլմանական երկիր չի, այդպես հարցել են դա, իսկ ֆիլմի նպատակը նաև դա է, որ սա առաջին քրիստոնյա պետությունն է, որ ինչ որտեղ նաև սուրբ պետություն է հավատացյալների համար եւ այդ առումով ֆիլմը թվում է պետքա որ մի փոքրիկ դեր խաղա։ Մի փոքր դեր չէ, իրականում շատ կարևոր դեր։ Ես անձամբ իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ թիմին նման գաղափարին մոտենալու համար եւ իսկապես հաջորդիվ սերունդների համար թողնելու ժառանգություն, որովհետեւ ֆիլմը, արվեստը, մշակույթն առհասարակ հենց այն ճյուղն է, որի միջոցով ամենահեշտ տեսանելի, հասանելի ձև է փոխանցել գիտելիքը, որի պակասը մենք հիմա շատ ունենք, որովհետեւ մենք շատ ենք սիրում խոսել բարձրաձայնել, բայց ինչ որտեղ չենք խորանում ու ինքներս մեզ չենք ճանաչում, չգիտենք մեր շուրջն իրական ինչ է կատարում ու ով ենք մենք։ Պետք է սա ոչ միայն բացահայտել, իմանալ ու նաև փոխանցել մեր երեխաներին իսկապես դասի տեսքով։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հյուրերն էին այս հրաշալի պատմական ֆիլմի հեղինակները, պրոդյուսեր Տիգրան Մանասյանը, ռեժիսոր Վագա Վարդանյանը եւ կոմպոզիտոր Սարգիս Ադամյանը։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ապրիլի 2-ից կարող են դիտել արդեն կինոթատրոններում Լուսավորիչ ֆիլմը, որը նվիրված է մեր շատ կարևոր իրադարձությանը, այո, մենք հայերս 301 թվականին ընդունեցինք քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն։ Ու սրա մասին պետք է ոչ միայն խոսել, այլ նաև իմանալ այս առումով։ Անչափ շնորհակալ եմ ձեզ, որ այս առավոտ եկաք մեզ հյուր, տվեցիք սպառիչ պատասխաններ ու ամենակարևորը վարակեցիք այն ցանկությամբ, որ գանք, դիտենք, բացահայտենք եւս մեկ անգամ իմանանք այն ինչ չգիտենք եւ գուցե վերհիշենք այն ինչ չգիտենք, ու շատ կարեւոր է, որ այս ամենի միջոցով նաեւ օտարազգերը կիմանան ով ենք մենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք, շնորհակալ։ Դե ինչ ելներս այսպիսին էր այսօրվա եթերը, տարածեք բարություն, իմացեք պատմություն, կարդացեք, վերընթերցեք ու փոխանցեք նաև սերունդներին, այս պարագայում նաև ֆիլմերի միջոցով շտապեք, գնացեք, ձեռք բերեք տոմսեր եւ ապրիլի 2-ից մեծ էկրաններին դիտեք ֆիլմը։ Այսօրվա համար նախատեսել էի այսքանը, ձեզ հետ ես Յանայիդ Կիրակոսյանս։ Մնացեք բարով։